այսօր Նարեկ Կարապետյանի հետ կապված այսպես ենթադրվում է, որ կվարվեք այնպես, ինչպես նախկինում մյուս ընդդիմադիրների դեպքում է եղել։ Կզրկվի անձնամխելիությունից Նարեկ Կարապետյանը ձեր պատասխանը, ինչպես մենք տեսել ենք նախկինում ընդդիմադիր այլ գործիչների դեպքում է հնվարվել։ Ես կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը նախապես սկսեմ վերջից ձեր հարցի։ Նախ ուղղակի ես քան որ մեղքի չթաքցնեմ, ես կան լրագրողներ, ում ճանաչում եմ այսպես վաղուց հին, այսպես իմ նախկին կյանքից եւ կան լրագրողներ, որոնք որ նորեն հազար ներողություն, որ չեմ ճանաչում։ Դուք որ ուզում ասեմ, որ մեզ հետևում են օնլայն հետևողներ հրապարակորաթերթ Աննա Պապիկյան։ Աննա Պապիկյան։ Տիկին Պապիկյան։ Քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, քաղաքացիները իրենք իրենց նախապատվություններով, նկատի ունեմ, ասենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով կարող են ազատեն ով ինչպես ցանկանում է գնահատական տալու։ Եթե այդ գնահատականը չի հատում վիրավորանքի կամ զրպարտության շեմը, տվյալ դեպքում, այսինքն իրավական գործընթաց հարուցելու հիմքը կարող լինել վիրավորանքի շեմը հատելը։ Ես տեսել եմ սոցցանցերում եւ այլ այդ թվում վիրավորական արտահայտություններ, բայց կարծում եմ, որ այս դեպքում իրավական գործընթաց հարուցելու կարիք չկա։ Յուրաքանչյուր մարդուն դատում են ասում ժամանակը։ Ես կարող եմ պարզ ճակատով ասել, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները անցել են ազատ, արդար, թափանցիկ։ Այդ ընտրությունները բոլոր նախորդ ընտրությունների համեմատությամբ այդ ընտրությունների ընթացքում թերացումներ անհամեմատ քիչ են եղել։ Բայց մենք ունեցել ենք իրավիճակ, երբ որ ըստ էության քաղաքական ուժերից մեկի անցնել չանցնելու խնդիրը, այսպես ասած, շեմը շատ զգայուն իրավիճակում է եղել եւ այդ լարվածությունը, այդ նաեւ էմոցիաները դրանով են պայմանավորված եղել, բայց ես կրկնում եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրությունները, որոնք տեղի ունեցան 2026 թվականի հունիսի 7-ին, եղել են մինչ այդ տեղի ունեցած ընտրությունների, այսպես ասենք, համեմատում իրենց թերություններով, տեխնիկական խնդիրներով լավագույնը։